Պարոն Պիվազյան, այսօր հակակոռուպցիոն դատարանում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց դատավոր Սարգիս Դադոյանին, բայց փաստացի միջնորդությունը պարոն Դադոյանը մերժեց կասկածների մասին, թե ինչու պետք է օրինակ նախաքննական մարմինը գրեթե 17 միջնորդություն հենց պարոն Ազատյանի գործով ուղարկեր բացառապես դատավոր Սարգիս Դադոյանի, եւ այս մտահոգություններն էին հայտնում պաշտպանները եւ ըստ էության ինքնաբացարկ հայտնում։ Լավ, միջնորդությունը մերժվեց, ինչ է կատարվում գործով։ Փաստացի միայն կալանավորվածը Արամ Ազատյանն է։ Այո, միայն Արամ Ազատյանն է այս բան գտնվում կալանքի տակ, ընդ որում դատարանը մի շաբաթ առաջ խափան միջոց կալանքը նորից 3 ամսով երկարաձգել է։ Մենք մեր մտահոգություններն էինք հայտնում, օրինակ այս գործով նախաքննության ընթացքում քննիչների կողմից գաղտնի քննչական գործողություններ կատարելու եւ նմանատիպային միջնորդություններ ա բերվել, մոտ մի 25 միջնորդություն, որոնցից 17-ը միայն մակագրվել է պարոն Դադոյանին ու բոլորը բացարձակապես բավարարվել են։ Սրանք մեր մոտ կասկածի տեղիք են տալիս։ Ես ուզում եմ ասեմ, որ բացարկի միջնորդությունը լրիվ տեղին էր։ Կարող եմ նաև ասել, որ քրեական գործի բոլոր նյութերին ծանոթացել ենք, պաշտպանության կողմից ծանոթացել է ու կարող ձեզ ասեմ, որ չկա որևէ մի ապացույց, որով հաստատվում է Արամ Ազատյանին առաջադրված ցանկացած մեղադրանքներից գոնե մեկը։ Դատարանը մշտապես արդեն երկրորդ անգամ կալանքի հարցի հետ կապված ձևակերպումներ է մեջ բերում դատական ակտում, մասնավորապես որ Արամ Ազատյանը անունով անձնավորությունը, հետևաբար կազմի վկաների վրա, բայց ինչ անուն ունի, այդ որտեղից անունը կամ անունով պայմանավորված ինչպես պետք է ազդի վկաների վրա, ոչ մեկ չգիտի։ Դատարանը կալանավորում է Արամ Ազատյանին պայմանավորված նրանով, որ ըստ էության պաշտպանության կողմից ծանոթացել է քրեական գործի նյութերին եւ ասում է դուք խոչընդոտեք քննությանը, քանի որ պարզաբանման հարցեր որոշակի գիտեք։ Դատարանը ձևակերպումներ է անում նաև այն մասով, որ ուրեմն վկաների վրա կազդի իր դեմ դեռևս ցուցմունք չտված վկաների վրա կազդի, ովքեր են այդ անձինք ոչ մեկ չգիտի։ Իսկ բողոքարկում հիմա կա փաստացի խափանման միջոցի։ Խափան միջոցը բողոքարկել է մեր կողմից, վճռաբեկ վերաքննիչ դատարան առաջացան դատական ակտը թողել է ուժի մեջ, վճռաբեկ դատարանը մեր բողոքը վարել չի ընդունել, սակայն պատրաստվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք մի խոսքով նման ձևակերպումներով Դուք ինչ միտում եք տեսնում, պարոն Պիվազյան, այսպիսի ընթացքը նայելով, այսպիսի հետևություններ անող փաստացի մեկ կալանավորված է ինքն է, ինչ միտում եք տեսնում այս գործում։ Միտումը հետևությունները կթողեմ դիտորդին, հաստա, որ նորից եմ կրկնում, որևէ անձ հաստատուղթ քրեական գործում չկա, որը վկայում է, որ Արամ Ազատյանը իրեն վերագրվող արարքները գոնե կատարել է։ Քրեական գործը, քրեական վարույթը ի սկզբանե նախաձեռնվել է 2023 թվականի դեռևս մայիս ամսին, ու մինչև 2024 թվականի հուլիսի 4-ը Արամ Ազատյանի ձերբակալվել, ըստ էության ոչինչ չի արվել քրեական գործի շրջանակներում, թե ինչու է մի տարի մոտավորապես այդ քրեական գործը պահվել դարակներում, հետո հանվելու, արդեն մի տարի հետո ուրեմն օգտագործվել Արամ Ազատյանի դեմ չեմ կարող ասել, սակայն կարող եմ ասել, որ այդ ընթացքում նաև քաղաքական որոշակի պրոցեսներ են եղել, 23 թվականի վերջերին կարծեմ ընտրություններ են նաև եղել տին, չեմ կարող ասեմ, համենայն դեպս այսօրվա դրությամբ այս քրեական գործի շրջանակներում 13 մեղադրյալից միակ Արամ Ազատյանն է, որ գտնվում է կալանքի տակ։ Շնորհակալ եմ։